դատում են ոչ թե պետնախարարին նախկին Արցախի անկախ հանրապետության կամ մյուս Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչներին, այլ հայազգն են դատում իր ապրելու ցանկության համար։ Իսկ կարելի է ասենց մեկնաբանել։ Իսկ ինչ վերաբերում է հրաժեշտի խոսք, դե Ռուբեն Վարդանյանը ընդհանրապես երբ որ մեր մոտ դասընթացների էր եկել, այդ 10-օրյա դասընթացների ինքը բան այդ ողջ մնալու գոյատևման դասընթացների ժամանակ ցուցաբերեց շատ ուժեղ կամք եւ ուժ, ներքին ուժ։ Ինձ թվում է այդ ուժն ու կամքը ինքը չի կորցրել եւ պատրաստվում է պայքարել, հիմա պայքարի միջոց է ընտրել հացադուլը եւ երևի գիտակցում է, որ թուրքերը զիջումների չեն գնա եւ ինքը հնարավոր է գնա մինչեւ վերջ, կարա եւ այդ ձևով դիտվի, որ ինքը հրաժեշտ է տալի իր ազգին։